Բարեձեզ, երկրի հարցը ծրագիրն է եթերում։ Շաբաթը սկսվեց եւ շարունակվում է քաղաքական իշխանական դաշտում արձանագրվող թույլից չափավոր ցնցումներով։ Նախ ազգային ժողովում կոալիցիոն երկու ոխերին բարեկամները ի ցույց դրեցին իրենց տարաձայնությունները, ինչը պատճառ դարձավ, որ Բարգավաճ Հայաստանը մեկ օրով բոյկոտի խորհրդարանի աշխատանքը։ Հետո նույն ազգային ժողովում վարչապետը խոսեց եւ քննադատեց Բարգավաճ Հայաստանին, մինչ այդ օրինաց երկրում պատգամավորը հեռացվեց կամ հեռացավ, մի խոսքով տիպիկ նախընտրական զարգացումներ։ Երկրի հարցը ծրագրում ես այսօր զրուցելու եմ քաղաքագետ Դիալոգ փորձագիտական ընկերության նախագահ Երվանդ Բոզոյանի հետ։ Բարի երեկո։ Բարեձեզ։ Ինչ է տեղի ունենում։ Նախ իշխանական դաշտում այս փոքրիկ ցնցումների մասին խոսելիս պիտի նկատենք, որ երկուսի պատճառ որպես նշվում է նույն բանը։ Կառավարության ներկայացրած օրինագիծը կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին։ Սա պատճառ է թե առիթ, եւ պատճառն ավելի խորքերում պիտի փնտրել։ Գիտեք, որովհետեւ եթե մենք ուշադիր ուսումնասիրենք այս օրինագիծը, դա այստեղ պարունակում է բավականին վտանգավոր դրույթներ եւ ըստ էության, եթե այս օրինագիծը անցներ, ապա կարծում եմ, որ մեր բնակչությունը ուղղակի կառնչվել այդ process-ների հետ։ Վարչապետը բնավ համաձայն չի, ասում է, որ բնակչության շահերի հետ այդտեղ որևէ խնդիր չի։ Դեք վարչապետը քանի որ ինքն է ներկայացնում այդ օրինագիծը, բնականաբար ինքը կողմ է այդ օրինագծին, սակայն մենք այս վերջի 4 տարիների ընթացքում շատ ենք տեսել այդպիսի օրինագծեր, եւ որի արդյունքում մեր այսօրվա 4 տարվա ընթացքում մեր մարդկանց կենսամակարդակը ոչ թե բարձրանում է, այլ իջնում է եւ մարդիկ բավականին ծայրաստիճան դժգոհ վիճակի մեջ են։ Այսինքն ասել, որ այս օրինագիծը կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականություն է, ես մեղմ ասած այստեղ ձեռնպա կմնայի։ Խնդիրը ուրիշ բանի մեջ է, գիտեք, ես այսպեսի ձևակերպում կարող եմ տամ։ Երբ որ մարդը հիվանդ է, մարդու ասենք սիրտն է հիվանդ, երբ որ մարդուն տալիս են ասենք օրինակ ստամոքսի դեղ, ապա դա ոչ միայն չի կարող օգնել, կարող է նույնիսկ վնաս տալ։ Երբ որ ստամոքսը ասենք հիվանդ չէ այդ պահին։ Նույնը կարելի ասել այդ օրինագծի մասին, գիտեք, ամբողջ աշխարհում իսկապես բանկային համակարգը բավականին զարգացած է, ֆինանսական համակարգը զարգացած է, բոլոր գործարքները ըստ էության բավականին թափանցիկ են, ամբողջ աշխարհում դա բնականաբար հայտնի է, սակայն հարաբերս երկրները փուլային են գնում այդ ճանապարհին։ Ի վերջո այդ երկրները արդեն բոլորը եկել են այն կոնսենսուսային խաղի կանոնների, որը կա փոքր միջին բիզնեսի հետ մեջ կապված, խոշոր բիզնեսի հետ կապված, միջին բիզնեսի հետ կապված, ըստ էության այդ կոնսենսուսը թե ինչպեսին պետք է լինի հարկերի փոխհարաբերությունները, մարդ-պետություն փոխհարաբերությունները, Հայաստանում այդ կոնսենսուսը չկա, Հայաստանում վերևից իմպերատիվ դրվում է այդ խնդիրը, ոչ մեկին չեն հարցնում, հետո ասում են պետք է ամեն ինչ պետք է թափանցիկ լինի։ Հասկանալի, այսինքն դուք ասում եք, որ այս երկու գործոն կարող է նախագիծը առիթ չէ, նաև կարող է պատճառ։ Սա լուրջ, այս օրինագիծը բավականին լուրջ վտանգավոր օրինագիծ է։ Նախ սկսենք նրանից, որ ըստ էության այդ օրինագիծը բացարձակապես չի բխում մեր բնակչության շահերից։ Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերեմ, որ ըստ էության հասարակ մարդը կարող է առնչվել եւ բազմաթիվ այդ խնդիրներ կան, որ այդ հեղինակները, որ ներկայացնում են օրինագիծը, ուղղակի հաշվի չեն առել։ Ինչ վերաբերում է երկրորդ խնդրին ըստ էության այն, որ Բարգավաճը բոյկոտեց, հա, այս օրինագիծը, ապա ընդհանրապես շատերը տեսնում են այստեղ պատրվակ, ես այսպես ձևակերպեմ, ըստ էության վերջի 3-4 տարիների ընթացքում process էր գնում Բարգավաճի կայացման process էր գնում որպես ինքնուրույն գործոն, որպես ինքնուրույն քաղաքական ուժ։ Եվ շատերը միգուցե 4 տարի առաջ համեմատելով այդ ամեն ինչը մի քիչ հակված չեն պատկերացնելու թե ինչ է նշանակում։ Սակայն պետք է մենք բոլորս էլ հասկանանք, որ քաղաքական դաշտում բավականին լուրջ եւ ծանրակշիռ քաղաքական կենտրոն է ձևավորվում իդեմս Բարգավաճի, եւ այդ բնականաբար այդ կենտրոնի ձևավորումը շատ մի քիչ անսովոր է նաեւ իշխող կուսակցության համար եւ բնականաբար առաջանում են այս process-ները։ Ընդհանրապես այս հանրապետական Բարգավաճ հարաբերություններին ինչ անուն տալ։ Ամենատարբեր որակումներ են տրվում։ Բարգավաճը նեղացած է ինչ-որ բանից, Բարգավաճը դեմարշ է անում, Բարգավաճը սահմանազատվում է իշխանությունից քաղաքական հաշվարկներից ելնելով։ Դուք ինչպես եք տեսնում։ Ես այդ հարցի պատասխանը տվեցի։ Բարգավաճը ըստ էության կայանում է որպես ինքնուրույն քաղաքական ուժ եւ բնականաբար այդ կայացման process-ը, փուլը բավականին անսովոր է իշխող ուժի համար եւ այդ իշխող ուժը, որը Բարգավաճին դիտարկում է որպես կրտսեր, հա, գործընկեր 4 տարի առաջ, հա, 3-4 տարի առաջ, ապա այսօր այդ Բարգավաճի ուժեղացումը եւ ճիշտ հակառակը իշխող ուժի թուլացումը օբյեկտիվորեն բերում է այս իրավիճակի։ Մարդիկ ուղղակի անսովոր են տեսնել, որ նախքին իրենց մոնոպոլիան փաստորեն կամաց-կամաց վերանում է։
Այսինքն դուք միանգամայն վստահ եք եւ համոզված, որ այս հակամարտությունը իրական հակամարտություն է եւ իրական պայքարի է բերելու, այսինքն կոպիտ ասած թատրոն չկա այստեղ։ Գիտեք, խնդիրը կայանում է նրա մեջ, որ եթե մեկը կայանում է, մյուսը թուլանում է, օբյեկտիվ process է կատարում, այստեղ ինչ թատրոնի մասին է խոսքը։ Հասկանում եք, ըստ էության իշխող ուժը աստիճանաբար կորցնում է իր մոնոպոլ դիրքը քաղաքական դաշտում։ Սա է խնդիրը։ Հասկանում եմ ինչ եք ասում, բայց թատրոն տեսականորեն կոնե հնարավոր է։ Ասենք ասում եք ինչ կա այդտեղ, եթե այս ուժը ուժեղանում է, բնականաբար ասենք այդ ցուցադրվող հակամարտությունը կբերի նրան, որ ել ավելի շատ էլեկտորատ կունենա, ձայներ կունենա ընտրությունների ժամանակ, եւ հետո արդեն կպարզվի, որ այդ ձայները, որ հավաքվել էին նաեւ ոչ իշխանական դաշտից, ամբողջությամբ գնում են իշխանությանը։ Այս ենթադրում։ Գիտեք, սա մի քիչ անտրամաբանական է, որովհետեւ եթե ուժը ուժեղանում է, հզորանում է, մեծ էլեկտորատ է վերցնում, ինչի պետք է այդ էլեկտորատը ինքը ինչ-որ հանձնի մեկ այլ ուժի։ Ստեղ մի տեսակ ոնց որ անտրամաբանական է այդպիսի բան մտածելը։ Ես հասկանում եմ, որ Հայաստանում դեպքեր եղել են, ասենք նկատի ունեմ նույն օրինաց երկրի հետ կապված, սակայն ես կարծում եմ այստեղ այլ վիճակ է, որտեղ օրինաց երկիրը, ի վերջո օրինաց երկիրը ինքը ճիշտ է ինքնաբավ ուժ էր, բայց ինքը կենտրոնական ուժ չէր, որ ասեինք, որ ըստ էության ինքը այսպես ավարտեց իր բան։ Իսկ Բարգավաճն, ապա Բարգավաճը ըստ էության ինքը կենտրոնական ուժ է, ըստ էության Հայաստանի քաղաքական դաշտում փաստացից ձևավորվել է 3 հիմնական կենտրոններ, դա իշխող հանրապետական կուսակցությունն է, գործող նախագահի գլխավորությամբ, դա Հայ ազգային կոնգրեսն է, որը դոմինանտային դեր է կատարում ընդդիմության դաշտում, եւ վերջապես երրորդ ուժը դա հենց Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է, որը իր ըստ էության կշռով ըստ էության օրի մեծանում ուժեղանում է եւ ըստ էության ինքը իր արկայությամբ փաստորեն կոտրում է իշխող ուժի դոմինանտային դերը եւ մոնոպոլ այս իրավիճակը, որը օբյեկտիվորեն շահավետ է նաեւ ամբողջ քաղաքական դաշտին։ Ու սրանով բացատրել, որ ի տարբերություն նախորդ համապետական ընտրությունների քաղաքական գլխավոր օրակարգը ձևավորվում է ոչ թե իշխանություն ընդդիմություն դաշտում, այլ իշխանության թևերի միջև։ Գիտեք, քանի որ մեր քաղաքական դաշտը այսօր բավականին փլուզված վիճակի մեջ է, այսօր իշխանություն եւ ընդդիմությունը դառնում են խիստ պայմանական հասկացողություններ, որտեղ նույն ընդդիմության մեջ էլ մարդիկ կասկածում են, որ այս ընդդիմադիր ուժը այդքան էլ ընդդիմադիր չէ, հա։ Այսինքն ասեմ, որ Հայաստանի այսօրվա լղոզված քաղաքական դաշտը բերել է այնպիսի մի վիճակի, որտեղ ասել, որ սա հստակ ընդդիմություն է, սա հստակ իշխանություն է, դժվար է ասել։ Այսինքն կարող ասեմ, որ Հայաստանում ձևավորված է մի քանի կենտրոններ։ Առաջի կենտրոնը իշխող հանրապետական կուսակցությունն է, երկրորդը արդեն համարժեք ուժը արդեն Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է, ընդ որում Բարգավաճը ուժեղանում է, հանրապետական կուսակցությունը թուլանում է, դա իմ անձնական կարծիքն է։ Երրորդ բևեռը դա Հայ ազգային կոնգրեսն է, կան ավելի փոքր բևեռներ, դա Հայողափոխական դաշնակցությունն է եւ Ժառանգությունն է։ Այսինքն ուզում ասեմ, որ ըստ էության այս բոլորին շահավետ է, որ մեկ ուժ չունենա մոնոպոլ դիրք։ Այսօր այդ մոնոպոլ դիրքը ունի հանրապետական կուսակցությունը եւ Բարգավաճը իր գործողություններով, իր քայլերով, իր ուժեղացմամբ փաստորեն խաթարում է այդ մոնոպոլ իրավիճակը հանրապետական կուսակցության, ինքը ինքնին դժգոհություն է առաջացնում հանրապետական կուսակցության կողմից, որ ինչը հասկանալի է, սակայն մյուս կողմից քաղաքական դաշտի տեսակետից դա առողջ process է, որտեղ դա առողջացնում է վիճակը, որտեղ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մրցակցությունը ավելի առողջ process է, քան որ ասենք մեկ ուժը մոնոպոլ դիրք ունի ամբողջ քաղաքական դաշտում։ Բայց այս վերջին զարգացումները չեն փոխում ձեր ասած այդ կոնֆիգուրացիան կենտրոնների առումով։ Այսինքն այն, որ եթե մինչ այդ հանրապետական Բարգավաճը այստեղ է ձևավորում հիմնական քաղաքական օրակարգը, մինչ դրանից առաջ իշխանություն եւ ՀԱԿ այդտեղ է ձևավորվում, հիմա արդեն խորհրդարանական ընդդիմության առաջարկը մի համախմբող առանցք է դարձել եւ կարծես մի ձեր ասած բևեռ է ձևավորվում։ Այո, որը ողջունելի է իհարկե։ Ինչքան բևեռները շատ լինեն, այնքան ավելի լավ կլինի մեր բնակչության համար, մեր ժողովրդի համար, որովհետև ըստ էության բազմաբևեռ համակարգն է, որ խթանում է զարգացումը։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ընդհանրապես մրցակցությունը դա առողջ process է, իսկ հակառակը մրցակցության բացակայությունը, մոնոպոլը դա լճացման process է։ Բայց հետաքրքիր է, որ երկու իշխող կուսակցությունների միջև հակասությունը դուրս է եկել կոալիցիայի շրջանակներից եւ դարձել է ընդհանրապես ներքաղաքական դաշտի հասկանալի, որովհետեւ Բարգավաճ Հայաստանը 4 տարի առաջ ինքը կրտսեր գործընկերոջ կարգավիճակ ուներ հանրապետական կուսակցության նկատմամբ, այսօր Բարգավաճի կշիռը եւ հեղինակությունը բարձրանում է,
հանրապետական կուսակցության կշիռն ու հեղինակությունը իջնում է։ Ըստ էության այդ բարձրացման եւ իջման process-ը հանգեցել է նրան, որ Բարգավաճը օր-օրի իր կշիռը մեծանում է, ճիշտ հակառակը հանրապետականին իջնում է եւ արդյունքում փաստորեն առաջանում է այնպիսի մի բալանսավորված վիճակ, որ իրենց ուժերը արդեն հավասարազոր են դարձել։ Եվ ինչը արդեն խորը խանդ է առաջացնում հանրապետական կուսակցության կողմից։ Այսինքն արդեն սա նշանակում է, որ Բարգավաճ Հայաստանին ձեռ չի տալիս, այսպես ասենք, 1 տարի առաջ ստորագրված հուշագրում ամրագրված դրույթները, որ չենք մրցակցելու եւ մեր համամասնությունը կոալիցիայում չենք փոխելու։ Միանշանակ է, սա այն կարծիքին է, որ իսկապես Բարգավաճ Հայաստանը խնդիր է դրել ըստ էության հաղթել այս խորհրդարանական տոնում, հասնել հաջողության համենայն դեպս կամ լինել ֆավորիտը, բնականաբար այդպիսի նպատակը շատ բնական նպատակ է եւ առողջ նպատակ է, որովհետեւ առողջ մրցակցությունն է, որ զարգացնում է քաղաքական դաշտը եւ մեր հասարակությունը։ Եվ ճիշտ հակառակը, եթե ըստ էության Բարգավաճ Հայաստանը նպատակ դներ, որ ինքը լիներ անպայման երկրորդը կամ երրորդը, դա կլիներ անբնական նպատակ։ Սա է խնդիրը։ Լավ, այս իշխող կոալիցիայի ներսում այս հակասության մեջ եւ ընդհանրապես ոչ միայն իշխող կոալիցիայի երկու կուսակցությունների հակասության մեջ, ընդհանրապես հայաստանյան ներքաղաքական այս զարգացումներում ինչ դերակատարություն, ինչ ազդեցություն ունի հանրապետության երկրորդ նախագահը։ Այս մասին մամուլում շատ է կրվում։ Անկախ նրանից նա խոսել է, թե չի խոսել, ինչ որ մի առիթով ինչ որ մի բան ասել է, թե չի ասել։ Երկրորդ նախագահը այս process-ների վրա կամ ակամա ինչ ազդեցություն ունի։ Գիտեք, երկրորդ նախագահան 10 տարի իշխել է Հայաստանում։ Բնականաբար 10 տարին դա ըստ էության բավականին մեծ ժամկետ է, որ իր ազդեցությունը բավականին մեծ լինի, սակայն ես կարծում եմ, որ չարժե նաև գերագնահատել իր ազդեցությունը, որովհետև Բարգավաճ Հայաստանի զորացման գործոնի մեջ մի քանի կոմպոնենտներ կան։ Հասկանում եք, կոմպոնենտներից մեկը դա իսկ բնականաբար երկրորդ նախագահն է։ Կոմպոնենտներից մյուսը այն է, որ ըստ էության Բարգավաճի ուժեղացումը օբյեկտիվորեն շահավետ է նաև մյուս քաղաքական խաղացողներին, որտեղ բոլորին հասկանում են, որ ասենք եթե այսպիսի համակարգը ըստ էության չի թույլ տալիս Հայաստանի զարգացմանը։ Դե տեսնում եք, որ մարդիկ ապրում են չամադանների վրա, այսինքն մարդիկ ըստեղ արտագաղթը մեծ է, տնտեսական զարգացումը պրակտիկորեն չկա, բիզնես միջավայրը շատ վատ է, այն պահանջները, այն բողոքները, որ ներքևից կան, պրակտիկորեն չի լսվում վերևից, ըստ էության կառավարությունը ինչ ուզում է իրականացնում է, ինչ անբնական է նորմալ երկրի զարգացման իմաստով։ Եվ բնականաբար այս աննորմալ վիճակը, ինչքան որ շուտ փոխվի, ինչքան որ համակարգը ավելի մրցակցային դառնա, բոլորին շահավետ է։ Այսինքն ուզում ասեմ, որ Բարգավաճի ուժեղացումը մի քանի կոմպոնենտներից է բաղկացած։ Մի կոմպոնենտներից մեկն հենց երկրորդ նախագահն է, այս բնական է այս սա։ Սակայն ասել որ միայն նրա գործոնն է ազդում, որ Բարգավաճը ուժեղանա, նույնպես ճիշտ չի լինի, որովհետև նորից եմ կրկնում, Բարգավաճի ուժեղացումը ինչ-ինչ պատճառներով շահավետ է բոլոր խաղացողներին, որովհետև ոչ մեկ չի ուզում, որ հանրապետականի այս մոնոպոլ իրավիճակը պահպանվի։ Կարծում եք հանրապետության երկրորդ նախագահը անուղղակիորեն մասնակցում է ընտրություններին խորհրդարանական։ Գիտեք, երկրորդ նախագահան բնականաբար ինքը բավականին լուրջ ազդեցություն ունի հատկապես պետական վերնախավի վրա, եւ իր գոյությունը արդեն անուղղակիորեն ազդում է այդ process-ների վրա բնականաբար։ Լավ, կոալիցիայի երրորդ կուսակցությանը անդրադառնանք եւ դուրս գանք արդեն խորհրդարանական ընդդիմություն եւ արտախորհրդարանական ընդդիմություն։ Կարծում եք օրինաց երկրի ընտրությունների արդյունքում կպահպանի իր տեղը արևիտակ։ Ես կարծում եմ, որ չարժե գուշակել, սակայն ակնհայտ է, որ օրինաց երկիրը, որը ժամանակին բավականին մեծ եւ դրական դեր է կատարել Հայաստանում միջին խավի ձևավորման համար, փոքր եւ միջին բիզնեսին աջակցության համար, վերջին 4 տարիների ընթացքում պրակտիկորեն հրաժարվել է իր նախկին սկզբունքներից եւ որի արդյունքում ինքը բավականին լուրջ վարկանիշային կորուստ է ունեցել եւ այսօր ես նույնիսկ դժվարանամ ասեմ ինքը կհաղթահարի 5%-ը թե ոչ։ Ուրեմն մենք խոսեցինք այն մասին, որ քաղաքական հիմնական օրակարգը կարծես թե մինչև գոնե խորհրդարանական ընդդիմության հայտնի նախաձեռնությունը ձևավորվում էր կոալիցիայի ներսում, հանրապետական եւ Բարգավաճ։ Հետո եղավ խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը, որը եթե ոչ ամբողջությամբ, ապա էականորեն փոխեց այն հարթությունը, որտեղ ձևավորվում է օրակարգը, հա։ Ինչ եք կարծում, այս նախաձեռնությունը համախմբան առումով ինչ հեռանկար կարող է ունենալ։ Ես կարծում եմ, որ Ժառանգության եւ Դաշնակցության հետ համատեղ
նախաձեռնությունը շատ դրական դեր կատարեց ամբողջ քաղաքական դաշտի համար, ոչ քաղաքական դաշտը համախմբվեց այդ գաղափարի շուրջ։ Իրոք այստեղ ոչ այնքան համամասնական եւ մեծամասնական խնդիրն էր, որքան քաղաքական դաշտը գիտակցեց, որ ըստ էության այս ընտրությունները պետք է անցնեն հնարավորին չափ նորմալ, որը տարբերվի նախկին ընտրություններից։ Ճիշտ է, այդ հավատը դեռ շատ մեծ չէ մեր հասարակության մեջ, սակայն բոլորը հասկանում են, որ մեծամասնականի փոփոխությունը եւ եթե մենք անցնենք 100% համամասնական ընտրակարգին, ապա կեղծիքների գործոնը զգալիորեն կթուլանա, կեղծիկի մեքենան զգալիորեն կարելի է թուլացնել։ Սա ակնհայտ է, բոլորը դա գիտակցում են եւ բոլորը հասկանում են, որ այն կլանալ օլիգարխիկ համակարգը, որ մենք բոլորս ուզում ենք, որ փոխվի, այդ կլանալ օլիգարխիկ համակարգի հիմնասյուներից մեկն էլ այդ մեծամասնական համակարգն է, որովհետև այդ տեղերն են, որ ձևավորվում է այդ ֆեոդալական համակարգն է, որ ձևավորվում, որը ըստ էության խանգարում է Հայաստանի քաղաքական համակարգի զարգացմանը։ Դե հանրապետականն էլ հայտարարում է, որ մեր ցուցակում այլևս այդպես գործող օլիգարխներ ձեռներեցներ չեն լինել։ Գիտեք, հանրապետականը այդպիսի բան հայտարարում է, մյուս կողմից ատամներով փորձում է պահել այդ մեծամասնական ընտրահամակարգը, որպեսզի այդ օլիգարխներին ուղարկի այդ մեծամասնական, իսկ ինքը ըստ էության հանդես գա բավականին կիրճ ձևով։ Մի քիչ դա այնքան էլ անկեղծ չէ, որովհետև եթե մարդիկ հայտարարեն, որ իրենք անկեղծ են ուզում կլանալ օլիգարխիկ համակարգը վերացնեն, ապա պետք է համաձայնվեն հույդայի եւ ժառանգության առաջարկին եւ անցնեն 100% համամասնական ընտրակարգին։ Սա ակնհայտ է։ Այսինքն բոլորը անկախ ամենից ով ինչպես է վերաբերվում, բոլորը հասկանում են, որ 100% համամասնական ընտրակարգը բավականին կթուլացնի Հայաստանում կլանալ օլիգարխիկ համակարգի այդ ձևավորման process-ը։ Սա ակնհայտ է։ Այսինքն էլի մի անգամ նշվել է այս մասին, եթե ցուցակում չկան, բայց մեծամասնականը բաց է, ինչ տարբերություն։ Այսինքն հանրապետական ուզում է ցույց տա, որ մեծամասնականը ուղարկում է այդ օլիգարխներին այնտեղ, որպեսզի նրանք ընտրվեն այդ մեծամասնականով, իսկ ինքը հանդես գա որպես կիրթ ուժ, լավագույն կլինի տարբերակը կլինի այն, որ այդ մեծամասնականը ինքը վերացնի, հետո ինքը արդեն որոշի այդ օլիգարխներին ինքը վերցնում, եթե չի վերցնում, այլ որ չվերցնի, այդ ժամանակ ես կասեմ, որ իսկապես նրանց նպատակը անկեղծ է։ Սա է խնդիրը։ Այդ դեպքում էլ ինքը չվերցնի, մյուսները կարող է վերցնել։ Եթե մեծամասնական չի լինում արդեն ոչ մեկ չի վերցնում։ Չէ, ցուցակ չվերցնելու մասին է խոսքը։ Դե գիտեք, ով էլ որ վերցնի ի վերջո, հա, բոլորը կտեսնեն, թե ով է ի վերջո աջակցելու այդ օլիգարխներին։ Այսինքն եթե մենք շատ ենք խոսում այդ օլիգարխների մասին, ով է պաշտպանում, ով է աջակցում, դա վառ ապացույց կլինի այն ժամանակ, երբ որ մենք ունենանք 100% համամասնական ընտրակարգ, եւ այդտեղ կտեսնենք, թե որ կուսակցության մեջ այլ օլիգարխների քանակ ավելի շատ։ Բայց երբ որ դու ատամներով պաշտպանում ես այդ մեծամասնականը, եւ այդ մեծամասնականը պաշտպանելով ուղարկում ես օլիգարխներին այնտեղ, որ նրանք այնտեղ ընտրվեն եւ դառնան քո հենարանը, եւ դա դու նաեւ մյուս կողմից հայտարարում ես, որ իմ ցուցակների մեջ չեն լինելու այդ օլիգարխները, մեղմ ասած դա խաբեություն է հասարակ մարդու համար։ Լավ, մենք արդեն հասել ենք խորհրդարանական ընդդիմությանը։ Հիմա խորհրդարանական ընդդիմությանը փորձեմ կապել նաև արտախորհրդարանականի հետ, այս դեպքում ամենաուժեղ կապը Ժառանգություն ազատ դեմոկրատներ համագործակցությունն է։ Սա ինչ հիմքի վրա է եւ ինչի կհանգեցնի։ Ի վերջո կգնան նախընտրական դաշինքի, թե գիտեք, այդ հարցի պատասխանը ես չունեմ, դա process-ներ են, որ տարբեր տիպի այլ process-ներ կարող են լինել, ես չեմ կարծում, որ դա արժի քննարկել Ժառանգություն ազատ դեմոկրատների հետ դաշինք կստացի թե ոչ։ Կարող է ստեղծել, կարող է չստեղծել, բայց դրանք էական ազդեցություն չեն թողնի ամբողջ քաղաքական դաշտի համար։ Ես կարծում եմ, որ ավելի կարևոր է, որ մենք ավելի գլոբալ խնդիրների քննարկենք, օրինակ այդ 100% համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ, երբ որ քաղաքական ուժերը համախմբվում են, դա արդեն լուրջ գործոն է դառնում։ Իսկ մնացած տիպի հարցերը արդեն դրանք երկրորդական, երրորդական հարցեր են։ Դե համամասնական, մեծամասնական այդ հարցի շուրջ այստեղ շատ են քննարկել նախաձեռնությունից սկսած, դրա համար ես չեմ ուզում կրկնվել, դրա համար փորձեցի այսպես անցնել այդ հարցի միջոցով։ Եվ արտախորհրդարանական ընդդիմություն Հայ ազգային կոնգրեսի դիրքերը, հնարավորությունները, շանսերը հիմա ինչպիսին են։ Գիտեք, ես կարծում եմ, որ կոնգրեսի շանսերը նույնպես ցածր չեն, կարծում եմ, որ անկախ ամենից այնտեղ եթե նույնպես գնա մի քիչ ավելի մաքրման գործընթաց, եւ կարծում եմ, որ կոնգրեսը կարող է իսկապես լուրջ գործոն դառնալ։ Ինքը անկախ ամենից լուրջ գործոն է, այսօր դոմինանտային դեր է կատարում ընդդիմադիր դաշտում, եւ շատերն ասում են, որ կոնգրեսի վարկանիշը կարող է անկում ապրել կամ անկում է ապրել։ Ես չեմ վիճի այդ թեզի հետ, սակայն ես կարծում եմ, որ եթե ուժը առողջ հարցադրումներ է դնում, հա, ես կարծում եմ այդ առողջ հարցադրումները նորից կուժեղացնում են այդ ուժին։
Այսինքն ես նույնպես եմ ասում, դա շատ կարևոր է թե կոնգրեսը ինչ օրակարգով կմտնի ընտրապայքարի, ինչ թիմով կմտնի, դա շատ կարևոր է։ Դրանպես թիմի գործոնը եւ այդ կարգախոսների գործոնը շատ կարևոր է։ Ինքը կարող է ուժեղացնել կոնգրեսին, կարող է մի քիչ թուլացնել կոնգրեսին։ Կոնգրեսը որոշակի արդեն դիրք ունի քաղաքական դաշտում։ Այդ դիրքից ինքը կուժեղանա, կթուլանա, կախված է կոնգրեսի այդ այն թիմից թե որ թիմով ինքը հանդես կգա խորհրդարանական ընտրություններին եւ ինչ կարգախոսներով հանդես կգա։ Դե թիմը պարզ է։ Նու պարզ է, բայց գիտեք հասկանալի է, պարզ է անկախ ամենից խորհրդարանական ընտրությունները նաեւ քաղաքական ուժերը նաեւ հանդես են գալիս որոշակի ավելի ձևավորված կոնկրետ թիմով, հա, ինչ է լինելու, ասենք, այդ առաջի 10-ը կամ առաջի 15 տեղը կամ առաջի երրյակը, ինչ օրակարգով են նրանք հանդես գալու, որովհետեւ դրանք շատ կոնկրետ եւ հստակ ձևակերպումներ են պետք, որտեղ արդեն մարդիկ ուղղակի կտեսնեն եւ կհամատեն մյուսների հետ։ Սա է խնդիրը։ Ասում եք լուրջ եւ դոմինանտային, չեմ վիճում, լուրջ եւ դոմինանտային այնքան, ինչքան անցած համապետական ընտրություններից առաջ եւ հետո։ Ոչ, իհարկե, այսօր կոնգրեսի դիրքերը բավականին թուլացել են, սակայն ասել, որ այնքան են թուլացել, որ ինքը արդեն դոմինանտային դեր չի կատարում, նույնպես սխալ կլինի։ Վերջը կոնգրեսի դիրքերը թուլացել են, բայց ինքը այնուամենայնիվ որպես դոմինանտային ուժ դեռ պահպանվում է, մնում է արդեն։ Ասում ասեմ, որ այստեղ ես չեմ կարծում, որ ինչ պետք է լինի, որ այդ ինքը այնքան թուլանա, որ ըստ էության արդեն դառնա հասարակ քաղաքական։ Ես այսպիսի բան չէի կարող, չեմ պնդի։ Դե այս ընթացքում բավական այդ կարգի բաներ եղան, ասենք նախ երկխոսությունը, տապալված երկխոսությունը իշխանությունների հետ, որ իշխանությունները ինձ թվում է շահեցին, բայց ազգային կոնգրեսը բնականաբար, իհարկե դա թուլացրեց կոնգրեսին։ Հետո ազատ դեմոկրատների սահմանազատումը կոնգրեսից ընդ որում բավական առանցքային դեմքերի, որ նախորդ համապետական ընտրությունների ժամանակ շտաբի պետ հիմա սահմանազատվում է եւ այլն, այս ամենը չեն կարող ազդեցություն չունենալ։ Այդ ամենը ես համաձայն եմ, որ ազդեցություն ունենում է, բնականաբար դա թուլացնում է կոնգրեսին, սակայն թուլացնել հասկացողությունը նույնպես հարաբերական հասկացողություն է։ Ինքը դեռևս պահպանում է իր դոմինանտային դերը քաղաքական դաշտում, ընդդիմադիր դաշտում, եւ ըստ էության, եթե ինքը ըստ էության ընտրությունների ժամանակ առողջ կարգախոսներով հանդես գա եւ այն թիմը, որ պահպանվել է հակում, կարողանա կոնսոլիդացված հանդես գա, ես կարծում եմ, որ նրանք նույնպես կհավաքեն բավականին լուրջ տեղեր եւ ըստ էության այդ տեղեր հավաքելով կարող են վճռական դեր կատարել հետագա զարգացումների վրա։ Ես կարծում եմ, որ Հայաստանը այնպիսի վիճակի մեջ է, դա իմ անձնական տեսակետն է, որ մայիսից հետո Հայաստանում շատ արմատական փոփոխություններ են լինելու։ Ես նկատի ունեմ այն, որ Հայաստանում այլևս այն հին մեթոդներով, հին խաղի կանոններով հնարավոր չէ զարգացնել։ Հայաստանը ծանր վիճակի մեջ է, այս վերջի 4 տարիների ընթացքում մեր ժողովուրդը շատ ծանր վիճակի մեջ է հայտնվել, մարդիկ չեն տեսնում, տեսիլքը չկա արդեն երկրի զարգացման, մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում տնտեսական զարգացման մեջ, մարդկանց մոտ արդեն առաջացել է անհավատություն երկրի ապագայի հանդեպ, սա վտանգավոր վիճակ է, երբ որ մարդիկ փախնում են Հայաստանից, երբ որ մարդիկ չեն տեսնում, երբ որ աշխատատեղերը կրճատվում են, երբ որ կապիտալն է փախնում, ու տեսնում եք, որ որևէ լուրջ կապիտալ չի գալիս Հայաստան, դա արդեն սպառնում է ազգային անվտանգության համար։ Եվ այսպիսի պայմաններում կարծում եմ, որ արդեն մեկ ուժով կամ երկու ուժով հնարավոր չէ այս վիճակից դուրս հանել։ Նույնիսկ եթե վաղը շատ լուսապայծառ մարդիկ գան ուզենան այս ճգնաժամից հանեն, չեն կարողանա հանել։ Այսինքն պետք է ավելի մեծ կոնսոլիդացիա։ Սա իմ անձնական տեսակետն է։ Ես դրա օրինակը կարող եմ բերել, ասենք, օրինակ Գերմանիայում սովորաբար ավելի շատ կոնսոլիդացման պատճառ չեն դառնում, ընդհակառակը։ Ես հասկանում եմ, տեսեք, օրինակ Գերմանիայում այսօր մեծ կոալիցիա է ձևավորված իրենց հիմնական իշխող եւ ընդդիմադիր ուժերի հետ միասին։ Երբ որ քրիստոնյա դեմոկրատական ուժը սոցիալ-դեմոկրատների հետ կոնսոլիդացված մեծ կոալիցիա է ձևավորվել, որտեղ գերմանական ստանդարտներով այդ երկիրը նույնպես խորը ճգնաժամ է ապրում։ Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է մեծ կոալիցիա ձևավորվի մայիսից հետո։ Այդ մեծ կոալիցիան իսկապես այդ կոալիցիան երբ որ մեծ վստահություն ունենա ժողովրդի մոտ, այդ կոալիցիան ընտրությունները պիտի վստահություն ունենան։ Ես համաձայն եմ ձեր հետ։ Ընտրությունների վստահության համար շատ կարևոր է, որ իսկապես այն մոնոպոլ վիճակը, որ ուներ իշխող ուժը, դա չլինի մինչև ընտրությունները, որովհետև դա արդեն process այդ նշмар երևում է մենք այդ process-ով ենք արդեն գնում, դա արդեն շատ լավ է, դա արդեն այն երաշխիքը կլինի, որ ընտրությունները հնարավորին չափ նորմալ կարող են անցկացվել, չեմ ուզում ասեմ արդար, բայց գոնե նորմալ, հա, ասես ձևակերպենք։ Եվ ես կարծում եմ, որ եթե մենք կարողանանք նորմալ ընտրություններ անցկացնենք, ապա մայիսից հետո մենք կարող ենք ձևավորել մեծ կոալիցիա։ Այս մայիսից հետո ընտրական ցիկլը դեռ չի ավարտվում, արժևում էլի ընտրությունները։ Ես հասկանում եմ, բայց երկիրն է բավականին ծանր վիճակի մեջ։ Երկրի տնտեսությունն է բավականին ծանր վիճակի մեջ։ Մարդիկ չեն պատկերացնում, ընդհանրապես քաղաքական դաշտը, քաղաքական խաղացողները
Հայաստանում այդպիսի վիճակ է ստեղծված, որ տնտեսական դաշտից շատ քիչ ինֆորմացիա ունեն, իսկ տնտեսական դաշտը ուղղակի օրեցօր փլուզվում է, հասկանում եք, երբ որ մարդիկ Հայաստանից գնում են, խո հենց այնպես չեն գնում, մարդիկ ուղղակի աշխատատեղեր չունեն, աշխատավարձները փաստորեն չի հերիքում, ըստ էության ինֆլյացիան ուտում են ընդհանրապես այն ամեն ինչը ինչ որ ունեն։ Ի վերջո այսպես գնալու, եթե մենք այսպես շարժվենք, ապա 1-2 տարի հետո ընդհանրապես ազգային անվտանգության խնդիր կարող առաջանալ Հայաստանի առաջ, ոչ թե նույնիսկ տնտեսական զարգացման։ Այն որ անհրաժեշտ է եւ վստահելի որակյալ ընտրություններ անցկացնել եւ դրանից հետո մեծ կոնսոլիդացիա եւ այլն հասկանալի է։ Դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հավատում եք, որ վստահելի ընտրություններ կանցկացվեն։ Ես կարծում եմ, որ վստահելի ընտրություններ անցկացնելու համար պետք է կոնսոլիդացված քաղաքական դաշտ ձևավորվի, որտեղ մեկ ուժ չունենա մոնոպոլիա։ Այսօր Բարգավաճ Հայաստանի քայլերը վկայում են այն բանի մասին, որ աստիճանաբար մենք հասնում ենք մի այնպիսի հանգրվանի, որտեղ իշխող ուժը այդ մոնոպոլիան չի ունենալու։ Ինչը շահավետ է բոլորի համար, դա շահավետ է եւ ՀԱԿ-ի համար, եւ Դաշնակցության համար, եւ Ժառանգության համար։ Ըստ էության, եթե մենք կարողանանք հասցնենք այնպիսի վիճակի, որ ապրիլ ամիսին կամ մայիս ամսին մենք այդպիսի իրավիճակ արդեն վերջնական ձևավորել ունենանք արդեն, ապա ես կարծում եմ, որ իշխող ուժը ուղղակի չի կարողանա անցկացնել այնպիսի ընտրություններ, ինչ որ ժամանակին միշտ անցկացրել է։ Այսինքն սա ոչ թե պետք է մենք սպասենք, որ իշխանությունները կանգ դրսևորեն անցկացնեն։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք թույլ չտանք, որ նրանք անցկացնեն վատ ընտրություններ։ Եթե մենք այնպես կոնսոլիդացվենք, որ թույլ չտանք ու նրանք էլ չկարողանան, մենք կասենք, որ մենք բոլորս միասին անցկացրել ենք նորմալ ընտրություններ։ Չի լինում այնպիսի բան, որ մի ինչ-որ մի օր, մի պայծառ օր իշխանությունը զարթնում է, ասում է, որ այսօր պետք է մենք նորմալ ընտրություններ անցկացնենք ու իշխանությունը հանձնենք։ Այդպիսի բան չի լինում աշխարհում նույնիսկ, ոչ թե Հայաստանում, այլ աշխարհում չի լինում։ Հասկանում եք։ Եղավ, շնորհակալ եմ զրույցի համար։ Այսքանը Երկրի հարցի ծրագիրներ եթերում ես զրուցում էի քաղաքագետ, Դիալոգ փորձագիտական ընկերության նախագահ Երվանդ Բոզոյանի հետ։ Լավ մնացեք։